Սիրիան արդեն մոտ 1 տարի է նոր կառավարություն ունի, որը փորձում է հաղթահարել քաղաքացիական պատերազմի հետևանքները։ Միջազգային մեկուսացում, միջհամայնքային բախումներ, դրուզների, քրդական ուժերի, ալևիների հետ կապված խնդիրներ, մաքսանենգություն, տարածքային հարցեր Իսրայելի հետ։ Դրան զուգահեռ ժամանակավոր նախագահ Ահմեդ Աշ-Շարան փորձում է բարելավել դիվանագիտական հարաբերությունները միջազգային հանրության հետ և դիվերսիֆիկացնել ռազմաքաղաքական շփումները։ Այսօր օրակարգում Աշ-Շարայի նոր Սիրիան է։ 2024 թվականի դեկտեմբերի սկզբին Սիրիայի ապստամբ ուժերը գրավելով Արաբական Հանրապետության գրեթե բոլոր խոշոր քաղաքները հայտարարեցին Դամասկոսի նկատմամբ վերահսկողության և Բաշար Ալ-Ասադի ռեժիմը տապալելու մասին։ Հատկանշական է, որ դա տեղի ունեցավ 2 շաբաթից էլ քիչ ժամանակում, չհանդիպելով բանակի լուրջ դիմադրությանը։ Դեկտեմբերի 8-ին արդեն մայրաքաղաքում էին նախկինում Միացյալ Նահանգների, ԵՄ-ի և ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված իսլամիստական Հայաթ Թահրիր Ալ-Շամ կոալիցիայի ստորաբաժանումները։ Շարժման առաջնորդ Աբու Մուհամմադ Ալ-Ջուլանին, ներկայիս ժամանակավոր նախագահ Ահմեդ Աշ-Շարան հանդես եկավ ելույթով։ Մենք այս երկրի օրինական տերերն ենք, մենք կռվեցինք և այսօր պարգևատրվեցինք հաղթանակով։ Ասադի ռեժիմը անարդարացիորեն բանտարկել է հազարավոր քաղաքացիների, իսկ շատերը ստիպված էին փախչել երկրից։ Այժմ տարածաշրջանում նոր պատմություն է կերտվում։ Երկիրը, բոլոր ինստիտուտները պետք է վերակառուցվեն։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Սիրիան 24 տարի կառավարող Բաշար Ասադն ընտանիքի հետ լքել է երկիրը և ապաստան գտել Ռուսաստանում։ Ներկայիս իշխանությունը պահանջում է Մոսկվայից արտահանձնել Ասադին, սակայն ապարդյուն։ Ըստ տարբեր գնահատականների Բաշար Ալ-Ասադին վերջին տարիներին հաջողվում էր պահել իշխանությունը հիմնականում Ռուսաստանի և Իրանի աջակցության շնորհիվ, սակայն 2024 թվականին թե Մոսկվան, թե Թեհրանն այլ խնդիրներ ունեին։ Այսպիսով 2025 թվականի մարտին ձևավորվեց Սիրիայի անցումային կառավարությունը Մուհամմադ Ալ-Ջուլանիի, Ահմեդ Աշ-Շարայի ղեկավարությամբ։ Նա հայտարարեց, որ նոր վարչակազմը պետք է տարբերվի Ասադի կառավարությունից և արտացոլի սիրիական հասարակության բազմազանությունը։ Օրինակ, աշխատանքի նախարարի պաշտոնում նշանակվեց քրիստոնյա կին, ղեկավար պաշտոն ստացավ ալևիների ներկայացուցիչ։ Նոր կառավարության կազմում կան նաև քրդեր և դրուզներ։ Մենք կվերակառուցենք Սիրիան, կիրականացնենք բարեփոխումներ, կերաշխավորենք բոլոր քաղաքացիների շահերը, թույլ չենք տա, որ կոռուպցիան կրկին ներթափանցի պետական հաստատություններ։ Ալ-Շարայի կառավարության հռչակած նպատակներից է նաև հանել Սիրիան միջազգային երկարատև մեկուսացումից, դարձնել այն ժողովրդավար և տնտեսապես զարգացած երկիր։ Հատկանշական է, որ նախկինում օրինակ Միացյալ Նահանգները մեղադրում էր Ալ-Շարային Ալ-Քաիդայի հետ կապեր ունենալու համար, անգամ $10 միլիոն գլխագին էր սահմանել։ Սակայն Սիրիայում իշխանափոխությունից հետո Վաշինգտոնը չեղարկեց թե Ալ-Շարայի, թե երկրի նկատմամբ գործող մի շարք պատժամիջոցներ։ Միացյալ Նահանգների օրինակին հետևեցին Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, ՄԱԿ-ը, Եվրամիությունը։ Սեպտեմբերին Ալ-Շարան նույնիսկ ելույթ ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից։ Այժմ էլ պարբերաբար պաշտոնական այցեր է կատարում տարբեր մայրաքաղաքներ, կարգավորելու դիվանագիտական հարաբերությունները։ Աշ-Շարան Սիրիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին պաշտոնական այցը կատարել է Սաուդյան Արաբիա, այնուհետև Թուրքիա, Ռուսաստան, մասնակցել է արաբական և իսլամական երկրների առաջնորդների գագաթնաժողովին և միջազգային այլ միջոցառումների։ Արդյոք Աշ-Շարայի կառավարությանը հաջողվում է աստիճանաբար դուրս բերել Սիրիան միջազգային մեկուսացումից, դիվանագիտական հարաբերություններ կառուցել հարևանների և այլ երկրների հետ։ Կքննարկենք արաբագետ Արաքս Փաշայանի հետ։ Բարև ձեզ Տիկին Փաշայան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հոկտեմբերին Աշ-Շարան Մոսկվայում հանդիպեց Վլադիմիր Պուտինի հետ, այսպես ասած, վերագործարկելու երկկողմ հարաբերությունները։ Նշենք, որ Ռուսաստանը բազաներ ունի Հմեյմիմում և Տարտուսում, սակայն Բաշար Ասադի տապալումից հետո ներկայությունը ռուսական մի քիչ կրճատվել է կարծես թե։ Այժմ ինչպես է գնահատում Ռուսաստան-Սիրիա հարաբերությունները և արդյոք ռուսական կողմին կհաջողվի պահպանել ներկայությունը Արաբական Հանրապետությունում։ 9 ամիս անց Աշ-Շարայի իշխանության գալուց հետո Շարան մեկնեց Մոսկվա և Ռուսաստանը վերահաստատեց իր դիրքորոշումը, որ փորձելու է աջակցել Սիրիայում խաղաղության և կայունության հաստատմանը և նաև Ռուսաստանը իսկապես հետամուտ է Հմեյմիմում, Տարտուսում իր ռազմաբազաների
պահպանմանը եւ Կամիշտիում նաեւ ունի օդանավակայանում իր դիրքը, այնպես որ Ռուսաստանը նաեւ ունի այդտեղ ռազմավարական նպատակներ իր ազգային շահերի ելնելով, դա մուտքն է դեպի միջերգրական ծով եւ Ռուսաստանը կարծում եմ ամեն ջանք կգործադրի պահպանելու իր ազդեցությունը Սիրիայում, մանավանդ որ հսկայական ռեսուրսներ եւ գումարներ էր ծախսել Սիրիայում 2015-ից ի վեր, երբ պաշտպանում էր Ասադի վարչակարգը եւ նաեւ գիտեք, որ կար Աստանայի ձևաչափը, որի շրջանակներում Ռուսաստանը փորձում էր գործընկեր պետությունների, Իրանի եւ Թուրքիայի հետ միասին հետամուտ լինել Սիրիայում կայունության եւ խաղաղության հաստատմանը, սակայն արևմուտքին այդ ծրագիրը ձեռնտու չէր եւ տեղի ունեցավ փաստորեն իշխանափոխություն երկրում։ Աշարան նաև երկու անգամ հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ, նաև նրան Սպիտակ տանն են ընդունել։ Ինչ արդյունքներ կան նրանց հանդիպումներից հետո ԱՄՆ-Սիրիա հարաբերություններում։ Սիրիայում եւ Սիրիայի շուրջ խաղաղության վերականգնման համար ամենակարևոր հանգուցային դերակատարը Ամերիկայի Միացյալ Նահանգներն են։ Եվ այս 14 տարվա պատերազմը նաև չէր հանգուցալուծվում այն պատճառով, որ կար արևմուտքի կողմից ցանկություն կոտրելու Իրանի եւ Իրանի պրոքսիների ուրեմն ազդեցությունը Մերձավոր Արևելքում, որին հետամուտ է նաև Իսրայելը, եւ իսկապես իրենք հետամուտ էին այդ Թեհրան, Իրաք, Դամասկոս, Հիզբալլա, շղթայի Համաս նաև, շղթայի փլուզմանը Եվ քանի որ Բաշար al-Ասադը հենց այդ շղթայի մի հատվածն էր, ԱՄՆ նույնպես Իսրայելի հետ հետամուտ էին այդ շղթայի վերացմանը։ Հիմա քանի որ Իրանի դիրքերը տարածաշրջանում զգալիորեն թուլացել են եւ Մերձավոր Արևելքը այլևս նախկինը չէ, բնականաբար ԱՄՆ նույնպես ներգրաված է Սիրիայում խաղաղության վերահաստատմանը եւ իրենք էլ բազմաթիվ անգամներ ասել են, որ ուրեմն ամեն ինչ անելու են այդ Սիրիային օգնելու հարցում, բայց այստեղ ամենակարևորը պատժամիջոցների հարցն է, որովհետև արդեն տևական ժամանակ է, ինչ Սիրիան պատժամիջոցների տակ է, որը իր հերթին նպաստում էր տնտեսության եւ այլ ոլորտների կաթվածահար լինելուն։ Ի վերջո 2025 թվականի նոյեմբերին Կեսարի օրենքը հանվեց 180 օր ժամանակով, թողնվել են շատ քիչ այսպես պատժամիջոցներ, միայն Սիրիա, Ռուսաստան, Սիրիա, Իրան գործարքների հետ կապված, որոնք վերաբերում են տարբեր ռազմատեխնիկական նյութերի, փոխանակումներին, գնումներին եւ այլն։ Եվ Եվրամիությունը նույնպես իր պատժամիջոցները հանեց արդեն 2025-ի փետրվարին, այնպես որ կա միջազգային առումով նպաստավոր իրավիճակ, որպեսզի Սիրիան կարողանա վերականգնել իր տնտեսությունը եւ նաեւ նորից եմ ուզում նշել, որ ամենակարևորն այստեղ հասարակական համերաշխությունն ու անվտանգությունն է։ Անդրադառնանք Թուրքիային, կարծիք կա, որ առանց Անկարայի գործոնի Աշարան չէր գա իշխանության, նախ որքանով է ճիշտ այս պնդումը, երկրորդ ինչ խնդիրներ է ցանկանում լուծել Թուրքիան Սիրիայում նոր վարչակազմի միջոցով։ Թուրքիան միշտ էլ համարում էր, որ Սիրիան Օսմանյան կայսրության մաս է, պատմական առումով կապված է Թուրքիայի հետ, արդեն 2000 մի քանի տարի անց պատերազմի մեկնարկից հետո Թուրքիան սկսեց երկրի հյուսիսային եւ հյուսիսարևելյան շրջաններում բուֆերային գոտի ստեղծելու իր քաղաքականությունը, որը նպատակ ուներ զերծ պահել երկիրը քրդական հնարավոր էքսպանսիայից եւ Թուրքիայում քրդական ուժերի վրա սիրիական քրդերի ազդեցությունից եւ ազգային անվտանգությանը ուղղված սպառնալիքների։ Թուրքիան նաև երկար ժամանակ ներգրաված է եղել հակաասադական, այսինքն կառավարության դեմ ռազմաքաղաքական ուժերի հովանավորության մեջ եւ նաեւ օգնել է նրանց ֆինանսապես, այնպես որ Սիրիան նաեւ Իդլիբում ուներ ազդեցություն եւ նաեւ ներկայիս կառավարության հետ կային սերտ կապեր, սակայն պետք է նշել, որ Ահմադ Աշարան ուներ նաև այլ կապեր եւ միջազգային աջակցություն, քանի որ առանց դրա բացառապես Թուրքիայի աջակցությամբ ուրեմն հնարավոր չէ լինի իրականացնել իշխանափոխություն։ Այստեղ կա նաև մրցակցություն։ Տեսեք, Թուրքիան ձգտում է հյուսիսային շրջանների վրա իր ազդեցությունը պահպանել,
այլ շրջաններում տնտեսական առումով, Հալեպի նահանգում, Իդլիբի նահանգում, իր հերթին Իսրայելը ցանկանում է հարավում իր ազդեցությունը ամրապնդել դրուզական շրջաններում, նաև արաբական պետությունների, մասնապես Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի կողմից Սիրիայում իրենց ազդեցությունը պահպանելու ձգտում։ Նաև Սիրիան վերադարձավ Արաբական պետությունների լիգա 2011 թվականին կառույցից հեռացվելուց հետո, ինչ կարելի է ակնկալել այս ձևաչափում։ Կարծում եմ, որ արաբական երկրների հետ Սիրիայի հարաբերությունները հիմա գտնվում են բավական զարգացող փուլում։ Այժմ չկա Բաշար al-Ասադի վարչակարգը, կա նոր կառավարություն, որը արտաքին քաղաքական միանգամայն այլ ուղենիշներ ունի եւ իր հերթին հետամուտ է Իրանի ազդեցության ուրեմն թուլացմանը կամ վերացմանը, այնպես որ կարծում եմ, որ արաբական ուղղությամբ քայլերը նույնպես զարգանալու են։ Ադրբեջանի հետ էլ Դամասկոսը հարաբերություններ է կառուցում, կոնկրետ որ ոլորտներում են կողմերը փորձում շփվել։ Պետք է նշել, որ Սիրիայի նոր իշխանությունները նույնպես շահագրգռված են Ադրբեջանի հետ հարաբերությունները ջերմացնելով, քանի որ համարում են, որ Ադրբեջանը բավական ազդեցիկ պետություն է Հարավային Կովկասում, նաև ունեն պայմանագիր գազի մատակարարման հետ կապված եւ այժմ Թուրքիայի ճանապարհով է գազը հյուսիսային նահանգներով հասնում Սիրիան նաև ունի իր ուրեմն ենթակառուցվածքները էներգետիկ վերականգնելու հրատապ խնդիր եւ համարվում է, որ Ադրբեջանը այս հարցում կարող է օգտակար լինել։ Ադրբեջանը նաև հայտարարել է, որ պատրաստ է միջնորդել Սիրիայի եւ Իսրայելի միջև բանակցություններին եւ այդպիսիք արդեն եղել են Բաքվում եւ այլուր եւ նաև Ադրբեջանը հետամուտ է աջակցել Սիրիային վերականգնելու իր տնտեսությունը։ Շնորհակալ եմ Տիկին Փաշյան հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Արտաքին քաղաքական ակտիվացմանը զուգահեռ սիրիական նոր իշխանությունների առջև դեռևս ծառացած են ներքին անվտանգային խնդիրներ։ Ինչ վիճակ է Սիրիայում գետնին, այս մասին կզրուցենք Արմեն Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Նախ, պարոն Պետրոսյան, չենք սխալվի, եթե ասենք, որ Աշ-Շարայի կառավարությունը հիմա ամբողջությամբ չի վերահսկում Սիրիան, այսինքն հյուսիսը եւ հյուսիս-արևելքը քրդական ուժերն են եւ տեղական կառավարման մարմինները, հարավը, հարավ-արևմուտքը արդեն էլի այլ հակակառավարական ուժեր են։ Նման քաոտիկ իրավիճակում արդյոք բախումներ մինչև հիմա լինում են թե ոչ, ինչ են ցանկանում այդ հակակառավարական ուժերը ու Աշ-Շարան վերահսկում է իրավիճակը թե ոչ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նոր ժամանակավոր կառավարությունը Ալ-Շարայի գլխավորությամբ ունի երկրի ներսում մեկ շատ կարևոր խնդիր՝ երկրի ինքնիշխանության վերականգնումը ամբողջ տարածքում։ Եվ արդեն այս անցած մեկ տարվա ընթացքում որքան էլ որ փորձեր արվեցին ձեր նշած հատվածներում, օրինակ նույն երկրի հյուսիս եւ հյուսիսարևելյան շրջաններում սիրիական դեմոկրատական ուժերի հետ կապված, որոնց առանցքը քրդական ինքնապաշտպանական ջոկատներն են, մարտին դեռևս ձեռք էր բերվել պայմանավորություն կառավարության եւ այդ քրդական ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարի Մազլուբ Աբդիի միջև, առայն որ փուլ առ փուլ գնալու էր ինտեգրում եւ աստիճանական հանձնում ուրեմն վերահսկողության։ Այդ գործընթացը փաստացի ինչ որ փուլում կանգ առավ։ Ես քիչ անց կնշեմ թե ինչու։ Մյուսը ուրեմն երկրի արդեն Իսրայելին սահմանակից հարավ-արևմտյան հատվածում դրուզներով բնակեցված Ալ-Սուվեյդա նահանգն է, որտեղ հուլիսի ծագեցին սկիզբ առան բախումներ եւ այստեղ Իսրայելի ուղիղ միջամտությամբ եւ նաեւ Միացյալ Նահանգների կարծես նաեւ ներգրավվածությամբ գործընթացը կանգնեց, բայց այստեղ էլ փաստացի ձևավորվել է ինքնավարության տիպի ինչ որ կառույց, որտեղ կառավարական ուժերը ինչ որ շփման գիծ կա, այդտեղ կանգնել են եւ ուրեմն փաստացի այդ նահանգի ուրեմն կառավարմանը չեն միջամտում, հակառակը Իսրայելն է անընդհատ իր հայտարարություններով, իր տարբեր գործողություններով աջակցում դրուզներին։ Այսինքն այս երկու հատվածներում փաստացի չկա
սիրիական կառավարական ուժերի միջամտություն եւ մյուսը արդեն երկրի հյուսիս արևմտյան հատվածներն են, Արաբնյա Ջերկրական ծովի արաբնյա շրջանները, որոնք ալավիներով են հիմնականում բնակեցված, որը նախկին վարչակարգի առաջնորդ Սիրիայի Բաշար al-Ասադի ուրեմն կրոնական ուղղության հետևորդներ են։ Այստեղ թեպետ տարածվում է երկրի ինքնիշխանությունը, բայց այնուամենայնիվ տեսնում ենք, որ անընդհատ ուրեմն բախումներ են տեղի ունենում, ընդվզումներ են տեղի ունենում, եւ ամենավերջին այս օրերին, երբ որ կենցաղային հողի վրա տեղի ունեցած միջադեպին տրվեց կրոնական ուրեմն հիմնավորում կամ քող, եւ դրանից հետո կրկին բախումներ տեղի ունեցան Հոմս նահանգում, որից հետո դրանք տեղափոխվեցին ելի ալավիներով բնակեցված Լաթաքիա եւ Տարտուս նահանգներ, այս պահին այնտեղ էլ իրավիճակը բավականաչափ թեժ է, այսինքն եթե ամփոփելով նշեմ, իհարկե սա լրջագույն խնդիր է այս ինքնիշխանության հաստատման հարցը եւ մի շարք ներքին օբյեկտիվ գործոններ, ինչ որ նաեւ արտաքին գործոններ խոչընդոտում են, որպեսզի Ալ-Շարայի կառավարությունը կարողանա գնալ այդ ճանապարհով։ Նաև Ասադի տապալման ֆոնին քաոտիկ իրավիճակ էր երկրում եւ իսրայելական ուժերը հարավ դեպի ընդլայնվեցին։ Իսկ Գոլանի բարձունքների հարցը գիտենք, որ այստեղ մուգ կապույտով է նշված, Գոլանի բարձունքների հարցը ամենախնդրահարույցներից է երկու երկրի մեջ, թեև հիմա բանակցություններ ընթանում են, տարբեր տեղեկություններ կան Բաքվի միջնորդությամբ։ Նախ ինչի մասին են երկխոսում կողմերը եւ արդյոք իրատեսական է, որ Սիրիայի նոր վարչակազմը կարող է ստիպել Իսրայելին դուրս գալ Գոլանի բարձունքներից եւ հետ քաշվել։ Տեսեք, այս հարցը Իսրայելի եւ Սիրիայի միջև ցակել է դեռևս 1967 թվականի, ապա 73 թվականի պատերազմներից հետո, արաբ-իսրայելական 73 թվականի պատերազմից հետո որոշվեց ուրեմն որոշակի առումով սահմանազատում իրականացնել 67-ին ավելի մեծ տարածքներ էր գրավել Իսրայելի կողմից 73-ին Սիրիան կարողացավ որոշ տարածքներ վերադարձնել, բայց Գոլանի ուրեմն բարձունքները մնում են դեռևս Իսրայելի վերահսկողության տակ եւ փաստացի Սիրիայում գործող կառավարությունը ուրեմն չի վերահսկում դրանք, չնայած որ մշտապես միջազգային ուրեմն ացիաներում, ՄԱԿ-ում, տարբեր այլ միջազգային կառույցներում պնդում են այդ տարածքների վերադարձի մասով։ Անցյալ տարի տեղի ունեցած process-ներից հետո Իսրայելի զինված ուժերը ներխուժեցին այն հատվածը, որը միջդիրքային տարածք էր համարում 74 թվականից սկսած եւ փաստացի զբաղեցին այդ դիրքերը դա հիմնավորելով որպես անվտանգության գոտի իրական կառավարությունը դարձյալ չի ընդունում այդ գործողությունները եւ բարբերաբար տարբեր թե միջազգային ուրեմն էլի կառույցներում ՄԱԿ-ում էլի հնչեցվել է մի քանի անգամ գործող կառավարության կողմից բացի դրանից նաև Ալ-Շարան իր միջազգային գործընկերների հետ հանդիպումներում է հնչեցրել այդ տեսակետը, որ Իսրայելը պետք է դուրս գա նախ անցյալ տարվա ընթացքում զբաղեցրած դիրքերից եւ ընդհանրապես որպեսզի Իսրայելի եւ Սիրիայի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրվի։ Դուք նշեցիք ինչպես կարող է ստիպելու մեկ եղանակ կա ռազմական եղանակով եւ բայց Սիրիան այս բան չունի նման հնարավորություն, իսկ միջազգային համակարգը այս բան այնպեսի բարդ իրավիճակում է, որ դրա հնարավորությունները նաեւ միջազգային տարբեր կառույցներում հատկապես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ուրեմն հարցը բարձրացնել, որտեղ կա մի քանի բանաձև այդ կառույցի կողմից ընդունված, ուրեմն փաստացի իրեն չի կարող։ Քանի որ ներկայում ակտիվ ոչ այնքան ակտիվ, բայց միջնորդական ջանքեր Միացյալ Նահանգների կողմից արվում են Իսրայելի եւ Սիրիայի միջև որոշակի համաձայնության գալու, գուցե կարողանա ինչ որ փոխզիջում գտնել Միացյալ Նահանգների վարչակազմը կողմերի համար ընդունելի, որպեսզի այդ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, բայց այս պահին բավականաչափ մշուշոտ է, արդյոք հնարավոր կլինի Դոնալդ Թրամփի կառավարման միջև ավարտը հասնել նման համաձայնության։ Անդրադառնանք թուրքական գործոնին,
Թուրքիան վերջերս հաստատեց բանաձևը, որով երկարաձգում է իր ուժերի ներկայությունը Սիրիայում եւ Իրաքում։ Ինչ խնդիրներ է այժմ լուծում թուրքական կողմը Սիրիայի տարածքում։ Հիմնական նպատակը այսպես կոչված քրդական բանվորական կուսակցության դեմ պայքարն է Իրաքի հյուսիս արևմուտքում եւ նաեւ Սիրիայում, քանի որ նույն Թուրքիան մշտապես այդ քրդական ինքնակառավարման ուժերին եւ քրդական ընդհանրապես նաեւ քաղաքական միավորներին, որոնք ազդեցիկ են Սիրիայում, դրանց միշտ համարել է որպես ԿԲԿ-ի սիրիական ճյուղավորում եւ այդ իր ներկայությամբ փորձում է այսպես կոչված ահաբեկչական վտանգը կանխել։ Ընդ որում նշեմ մի հետաքրքիր գործոն, ես նախորդիվ նշեցի, որ մարտին ձեռք էր բերվել պայմանավորվածություն, ուրեմն քրդերի եւ սիրիական կառավարության միջեւ, եւ այդ պայմանավորությունը ինչի արդյունքում էր, որտեղ նույն ժամանակահատվածում Թուրքիան մեծացրել էր ճնշումը ԿԲԿ-ի նկատմամբ եւ եթե կհիշեք այդ ժամանակահատվածում կողմերը գործարքի գնացին եւ ԿԲԿ-ն որոշեց վայր դնել զենքերը եւ հասնել քաղաքական պայքարի։ Դրանից վախենալով էլ կարծում եմ զգուշանալով էլ Սիրիայի քրդերը եւս գնացին նման գործարքի սիրիական կառավարության հետ, որովհետեւ Թուրքիայի ներսում ԿԲԿ-ին ճնշելուց հետո կանխատեսել էր, որ Թուրքիան կարող է ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայում կամ ընդհանրապես Սիրիայի եւ թուրքական կառավարությունների համատեղ գործողություններով կարող է ռազմական եղանակով այդ սիրիական դեմոկրատական ուժերի կողմից ստեղծված ինքնավարության դեմ գործողություն իրականացնել։ Դրանից զգուշանալով գնացին գործարքի, բայց մինչև այժմ այդ գործարքը լիարժեք չի իրականացվել, այն պարզ պատճառով, որ Թուրքիայում էլ գործընթացը դեռևս ամբողջովին չի ավարտվել եւ քանի որ Սիրիայի ներսում ընթանում են process-ներ, հատկապես արտաքին մի քանի դերակատարների ակտիվ ներգրավվածությամբ, խոսքը Իսրայելի մասին է եւ փաստացի կա հնարավորություն Սիրիայի ֆեդերալիզացման, քրդերը այս պահին հրաժարվում են կամ ձգձգում են զենքը վայր դնելու եւ ընդհանրապես գործարքի գնալու տարբերակը հույս ունենալով, որ եթե Սիրիայի նոր սահմանադրությունը գնա ֆեդերալ կարգավիճակով պետություն ստեղծելու տրամաբանությամբ, ապա իրենք կարող են հավակնել Սիրիայի հյուսիս-արևելքում առնվազն ինքնուրույն ինքնավար միավոր ստեղծել, որտեղ առնվազն Սուվեյդայի մասով ես այդ մասին նշեցի, որտեղ դրուզներն են, Իսրայելը Միացյալ Նահանգների աջակցությամբ ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի նման կարգավիճակ տրվի դրուզներին, այսինքն եթե դրուզների օրինակը ստացվի, ապա քրդերն կունենան շատ մեծ հնարավորություն ու կապաստացի, որտեղ այն շրջաններում, որտեղ դեմոկրատական ուժերն են, սիրիական կառավարական ուժերը որևէ ներգրավվածություն չունեն, հակառակ անընդհատ բախումներ են տեղ ունենում երկու կողմերի միջև եւ այստեղ մի լուրջ էական խոչընդոտը կարող լինել Թուրքիայի դիրքորոշումը, իսկ այդ դիրքորոշումը Թուրքիան կարողանա առաջ մղել բացառապես Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համաձայնության արդյունքում։ Պարոն Պետրոսյան, նաև հայկական համայնքի հարցին անդրադառնանք, նախ ինչ տեղեկություններ ունենք Սիրիայում մեր համայնքի մասին եւ արդյոք իշխանափոխությունից հետո անվտանգային խնդիրներ կան, թե դրանք չեզոքացվում են։ Սիրիահայ համայնքի վերաբերյալ տեղեկությունները բավականաչափ սուղ են ընդհանրապես քաղաքացիական պատերազմի այս որոշակի դադարից հետո 2019-20 թվականներից հետո մնացել էր որոշակի հատված համայնքից տարբեր թվեր են նշում 20-25 հազարի կարգի Դամասկոսում կա որոշակի ներկայություն, Հալեպում շարունակում է լինել ամենակարևոր հատվածը համայնքի, Քեսավում, այսինքն ավանդական այդ բոլոր վայրերում, բնակավայրերում եւ հատվածներում եւ Լաթակիայում եւս շարունակում է որոշակի ներկայություն ապահովել, այսինքն 20-25 հազար մոտավորապես Ինչ վերաբերում է խնդիրներին համայնքի, դրանք գրեթե նույնն են, որը որ Սիրիայի ամբողջ բնակչության համար փաստացի այդ նույն անվտանգային մարտահրավերները, որոնք պարբերաբար ծագում են երկրում։ Մյուսը իհարկե արդեն վերաբերում է տնտեսական, սոցիալ-տնտեսական խնդիրներին եւ այդ շարունակվող ճգնաժամը եւս իհարկե իր
հետևանքներ ունենում է անընդհատ նպաստելով կամ հանգեցնելով նրան, որպեսզի արտագաղթը համայնքից գաղթօջախից շարունակվի, բայց ասել որ թիրախային ինչ որ հարձակումներ հայերի դեմ կամ քրիստոնյաների դեմ տեղի ունենում, բարեբախտաբար նման պնդումների հիմքեր չկան եւ նման օրինակներ չկան։ Պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Դամասկոսը զարգացնում է շփումները Հայաստանի հետ, երկրները գործակցում են հումանիտար եւ այլ ոլորտներում, կատարում փոխայցելություններ։ Երկարատև դադարից հետո նաեւ վերսկսվել են երկու երկրի միջև չվերթները։ Ինչ փուլում են այժմ Հայաստան-Սիրիա հարաբերությունները, քննարկելու ենք Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Բադալյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հնարավորության համար։ Տիկին Բադալյան, Սիրիայում իշխանափոխությունից հետո ինչ ուղղությամբ են զարգանում Հայաստանի եւ Սիրիայի հարաբերությունները։ Նախ նշեմ, որ Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության միջև հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարեկամությամբ։ Իրենց հիմքում ունենալով թե երկու ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված բարեկամական կապերը, թե երկու երկրների ձգտումը ընդհանրացնել եւ զարգացնել երկկողմորակարգը։ 24 թվականի դեկտեմբերի զարգացումներից հետո քաղաքական երկխոսությունը շարունակվել է։ Արդեն 25 թվականի փետրվարի տեղի ունեցավ արտաքին գործերի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Դամասկոս, որը լավ հնարավորություն շփումներ իրականացնելու նոր իշխանությունների հետ, ինչպես նաև ուսումնասիրելու այն հնարավորությունները, որոնք կային բարեկամական հարաբերությունների եւ երկկողմորակարգը զարգացնելու ուղղությամբ։ Քաղաքական երկխոսությանը դուգար առանձնացնեի գործարկված ուղիղ չվերթները, վերագործարկված ուղիղ չվերթները, որոնք մեր կարծիքով մեծապես կխթանեն թե առևտրատնտեսական հարաբերությունների գործարար կապերը, այնպես էլ մարդկանց միջև շփումներն ու մշակութային փոխանակումները։ Կան շփումներ նաև հումանիտար ոլորտում։ Իրապես նշեցիք Հայաստանի Հանրապետությունը, ինչպես գիտեք, 2023 թվականի ավելի երկրաշարժից հետո Սիրիային տրամադրեց հումանիտար աջակցություն։ Այս տարվա ընթացքում եւս մարտին Հայաստանից Սիրիայի հետ ուղարկվել շուրջ 80 տոննա հումանիտար աջակցություն։ Հոկտեմբերին Սիրիայում Հայաստանի նոր դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Արաբական Հանրապետության նախագահին։ Երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ինչ օրակարգ ունենք։ Նշեմ, որ պատահական չէ, երևի որ անկախությունից հետո Հայաստանի դիվանագիտական ներկայացություններից առաջիններն էին, որ հիմնվեցին Դամասկոսում, դեսպանությունը եւ Հալեբոն գլխավոր հիպատոսությունը, տարբեր ժամանակահատվածներում մեր դիվանագիտական ներկայացությունները շարունակել են իրենց գործունեությունը, այսօր էլ այդ գործունեությունը շարունակվում է բնականոն հիմունքներով։ Տեղյակ եք, որ վերջերս տեղի ունեցավ արտաքին գործերի նախարարի հեռախոսազանգը իր սիրեցի գերոջ հետ։ Նշեմ, որ մասնավորապես քննարկվել են երկու օրակարգը զարգացնելու հնարավորությունները, կա փոխանցում բարձրաստիճան այցերի միջոցով դրան նպաստելու հարցում, կա իհարկե խումներ եւ քննարկումներ բազմաթիվ հարթակներում համագործակցության հարցերի շուրջ, վերջին քննարկումների ընթացքում անդրադարձ եղավ նաև տարածաշրջանային հարցերին եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդմանը դրան նպաստելու հետագա ջանքերին։ Շնորհակալ եմ Տիկին Բադալյան այս զրույցի համար։ Ես եմ կրկին շնորհակալ հնարավորության համար։ Այսպիսով Սիրիայի նոր ղեկավարությունը ջանքեր է գործադրում կյանքի կոչելու իշխանափոխությունից հետո իր հռչակած խոստումները, կառուցել բարգավաճ Սիրիա հզոր տնտեսությամբ։ Աշշարան հայտարարել է, որ իր կառավարման առաջին կեստարում Սիրիայում 28 միլիարդի ներդրումներ են կատարվել, ինչի արդյունքում տեղացիներն արդեն ակտիվություն են նկատում, հատկապես առևտրի ոլորտում։ Նաև դեկտեմբերի իշխանափոխությունից ի վեր ավելի քան 1 միլիոն սիրիացի փախստական վերադարձել է հայրենիք։ Այնուհանդերձ երկրում դեռ առկա են անվտանգային լուրջ խնդիրներ, որոնց կարգավորումը կկանխորոշի Արաբական Հանրապետության ապագան։ Այսօր օրակարգում էր Ահմեդ Աշշարայի Սիրիան։